այս թեմայով մենք սկսել ենք զբաղվել դեռևս 2022-23 թվականներից։ Մենք որոշակի ճշմարտություններ ենք բացահայտել, որոնք որ միշտ եղել են մեզ հետ, բայց խորացված երբևէ չեն ուսումնասիրվել։ Երևանի քաղաքապետարանի եւ մասնավորապես ավականու որոշման պարտադրված սարքերի տեղադրումը մեզ էական տվյալներ է տվել հասկանալու այն փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում մասնավորապես նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում Երևան քաղաքում, որոնք որ ամեն տարի տեղի են ունեցել, բոլոր տարիներին, նախորդ տարիներին տեղի են ունեցել, բայց նաև շատ կարևոր է հասկանալ, թե այդ փոփոխությունների որ հատվածն է մարդածին, այսինքն մեր հետագա քայլերը պետք է նպաստեն այս տեղեկատվության հարստացմանը եւ ըստ այդմ նաև մեր քաղաքականության մշակմանը ստացված ինֆորմացիայից ելնելով։ Եվ իրականում շատ տարատեսակ կարծիքներ են հնչում, ոչ մասնագիտական, հիմնականում կիսատեղեկացված եւ ընդհանուր առմամբ կարծում եմ շատ կարեւոր է, որ մենք պարտադիր այն երևի թե Երևանի քաղաքապետարանը այս պայդրությամբ, այս մասով երևի թե ինֆորմացիայի տեսանկյունից ամենամեծ ծավալի ինֆորմացիան է, որ հավաքագրում է։ Եվ այս ինֆորմացիայով մենք պետք է կիսվենք մարդկանց հետ, որ կներեք այդ կիսագրագետ մտքերը քիչ չեն։ Որովհետև այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տպավորություններ եւ իրականում մենք որքան ինֆորմացիա ունենանք, մենք պետք է կիսվենք մարդկանց հետ, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն, թե ինչ է կատարում Երևան քաղաքում օդի որակի հետ։ Սա այսօրվա խնդիր չի միայն, երեկվա չի միայն, սա տասնամյակներով, եթե ոչ ավելի շատ տարիներով մեզ հետ եղել է։ Եվ սրա մանրամասները հասկանալը շատ կարևոր է